Որ պահին ձեզ համար ակնհայտ դարձավ, որ Արցախը ամբողջությամբ ենք կորցնում։ Դա բլոկադայի օրերն էր, թե ավելի մեծ մտահոգություն առաջացավ հենց Պրագայի հայտարարությունից հետո, մեծ մտահոգություն, որովհետև հեռանկարները այնքան մշուշոտ էին։ Այն ժամանակ ես նաև արտահայտվեցի, որ դու չես կարող Ղարաբաղի հարցը գցել Ռուսաստանի գրպանը։ Չես կարող գցել, այդպես չի աշխատում։ Չի կարող այս հարցը ծանր հետևանքներ չունենա։ Իսկ երբ որ ճանապարհը փակեցին այսպես կոչված էկոլոգները եւ ինձ համար հասկանալի էր, որ սա արդեն խնդրեմ է, որ վերջը ճանապարհը փակվելու է ամբողջությամբ եւ Ադրբեջանը նաեւ օգտագործելով այն հանգամանքը, որ Ուկրաինայում սկսվել է պատերազմը եւ Ռուսաստանը ավելի է կենտրոնացած այն հարցի վրա, Ադրբեջանը այդ հանգամանքից եւս պետք է օգտվի։ Եվ օգտվեց։ Մենք այդ առիթը չպիտի տայինք։ Նիկոլ Փաշինյանը մտածեց, որ այս ռուսները զորախումբ են տեղավորել խաղապահ։ Հիմա թող իրեն գնան ոնց ուզում են հարցը լուծեն, այսպես կոչված զբրոս նագրուսկի, այսինքն այդ բերից մի հատ ազատվեն։ Եվ հիմա խոստովանում է, չէ՞, հիմա ասում է ամեն ինչի մասին։ Որ դա մենք Ղարաբաղը տալով ձեռք ենք բերել Հայաստանի անկախությունը։ Այս ամեն ինչը զրույցի ամբողջ տրամաբանությունը հաշվի առնելով, ինչն է ձեզ պատճառը, որ Նիկոլ Փաշինյանին անգամ հիմա հաջողվում է ինչ-որ առումով վաճառել խաղաղության իր թեզը, իր խաղաղության, իր պատկերացրած խաղաղության թեզը, իսկ այն թեզը, որ դուք եք առաջ քաշել, որ սա ոչ թե խաղաղություն է, այլ ժամանակավոր զինադադար կախված մեկ մարդու Ալիևի քմահաճույքից, կարծես նույնքան հեշտ չի արմատավորվում հանրության մտքերում։ Այդ բացատրությունը ես չունեմ, իսկապես չունեմ, ինձ համար ամենից մեծ շոկը եղել է 21 թվի ընտրությունների արդյունքները։ Որտեղ պարտություն բերած, այդքան զոհեր բերած մարդը չպիտի վերընտրվեր։ Եվ ես վստահ եի, որ սա բերելով է նոր ավելի ցաներ հետևանքների եւ բերեց Արցախի ամբողջական կորուստի, նաև Հայաստանի տարածքի մի մասի օկուպացիայի։ Մենք փորձում ենք ինչ-որ բացատրություններ տալ եւ այդ բացատրությունների հիմքում այն շոկն է, որը մեր ժողովուրդը ապրել է պարտությունից։ 44 օր հաղթում ենք, հետո վերջում պարզվեց, որ լավ էլ պարտվել ենք։ Կարծում եմ, որ հիմա հանրության մոտ այնուամենայնիվ վերագնահատման բավական լուրջ process գնաց եւ հիմա մեր ժողովրդի մեծ մասը այլ կերպ է մտածում։ Նկատի ունեք Արցախի ամբողջական կորուստից հետո։ Եվ ամբողջական կորուստից հետո եւ այն ամենից հետո ինչ կատարվում է Հայաստանում, որովհետեւ նայեք իշխանության է եկել մի ուժ, որը տվել է խոստումներ շատ հաճելի լսելու համար, ձախողել է բոլորը անխտիր եւ չեմ կարծում, որ մեր ժողովուրդը չի կարող սա ոչ չտեսնել, համենայնդեպս մեր ժողովրդի մի զգալի մասը։ Հիմա ինչի են իրենք կենտրոնացել այդ խաղաղության օրակարգի վրա, պատճառը մեկն է։ Էլ ուրիշ ասելիք չկա։ Հիմա պետք է խաղաղության թեզը ֆետիշացնեն եւ ասեն մնացած երկրորդականը, հիմա մի քիչ էս կողմ են կողմ, բայց մենք միակ անուժն ենք, որը բերում է խաղաղություն։ Իդեպ դա ասում է մի մարդ, որը բերել է Հայաստանի համար ամենից սարսափելի պատերազմը, որի ժամանակ իշխանության գլխին լինելու ժամանակ մենք ունեցել ենք ամենից մեծ քանակի զոհեր եւ վիրավորներ, եւ այդ մարդը այսօր փորձում է դառնալ sense խաղաղության աղավնի եւ խաղաղությունը բերող մարդ։ Եվ մինչդեռ ամենից խաղաղ տարիները Հայաստանի Հանրապետությունում եղել են հենց իմ նախագահության տարիները։ Ամենից խաղաղ տարիները, ունեցել ենք ամենից քիչ զոհեր։ Ընդհանրապես որևէ տարածքային կորուստ չենք ունեցել։ Եվ ունեցել ենք մի շարք այլ հաջողություններ տնտեսական ոլորտում։ Հիմա սա է,
Պարոն նախագահ, միայն մեր խմբագրությունում Արցախի ամբողջական հայաթափումից հետո աշխատանքի են տեղավորվել 1 տասնյակից ավելի արցախահայեր։ Ես նրանց խնդրել էի մի ընդհանուր հարց ձևակերպել, որ կցանկանային ուղղել ձեզ, եւ ահա թե ինչ են նրանք ուզում իմանալ։ Արդյոք դուք եք ամբողջովին փակված համարում Արցախի էջը, կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, խորհուրդ կտայիք մեր արցախցի քույրերին ու եղբայրերին տնավորվել Հայաստանում, թե նրանք կարող են իրենց ամենանվիրական այդ հույսը, վերադարձի հույսը կապել օրինակ ձեր անվան հետ։ Նայեք, մենք իրատեսական պետք է լինենք եւ այսօր իրատեսական լինելը նշանակում է պայքարել միջազգային կառույցներում վերադարձի իրավունքը արձանագրելու համար։ Ես սա եմ տեսնում։ Հիմա ձեր հարցը միգուցե կարելի է մի քիչ ավելի ընդլայնել, թե ինչ է պետք անել հիմա։ Ընդհանրապես, որովհետև եթե մենք մնում ենք նույն իրավիճակում, ինչպիսին կա այսօր Հայաստանում, իհարկե որևէ հույս թե մենք որևէ ացանում, որևէ հաջողության կարող ենք հասնել, չպետք է ունենանք։ Հիմա պետք է Հայաստանը փոխվի։ Բայց իրատեսականը վերադարձի իրավունքի արձանագրումն է։ Փաշինյանը նույն նժարի վրա է դրել այսպես կոչված 300,000, հիմա արդեն ասում են 500,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան, արցախցիների Արցախ պայմանական վերադարձի հետ։ Սրանք նույն հարթության վրայի հարցեր են իսկապես, այսինքն մեկը պայմանավորված է մյուսով։ Հանրապես իրար հետ կապ չունեցող հարցեր են, այդ դեպքում մենք էլ պիտի խոսանք 300,000 Բաքվում ապրող, Սումգայիթում, Կերաբադում ապրող հայերի մասին։ Իսկ եթե այն թեման ուղիղ կապ ունի այն մյուս թեմայի հետ։ Սրանք իրար են չզուգացնում։ Արցախի հարցը լրիվ այլ թեմա է, որտեղ Արցախը, այսպես ասենք, ինքը ուներ եւ սովետի ժամանակ կարգավիճակ եւ Արցախի ինքնորոշումը եղել է ամբողջությամբ միջազգային ընդունված սկզբունքների շրջանակներում։ Լրիվ այլ թեմաներ են, որոնց համեմատությունը ուղղակի կոռեկտ չի։ Բայց ես կուզեմ վերադառնամ հետևյալին, նայեք, մենք որևէ հույս, որևէ հաջողություն չենք կարող ունենալ, եթե մենք որդեգրել ենք այս քաղաքականություն։ Հիմա երևի հարց է առաջանում, հարց պետք է լինի հետևյալը։ Ինչ անենք, որ մեզ լուրջ վերաբերվեն, ինչ անենք, որ մեր խոսքը կշիռ ունենա։ Նայեք, առաջի հերթին պետք է զբաղվել լուրջ բանակով։ Պետք է ամրացնել Հայաստանի անվտանգությունը։ Եվ ոչ թե նրա համար, որ պատերազմենք, հենց նրա համար, որ չպատերազմենք։ Այդ ձևակերպումը այսպեսին է պետք է լինի։ Որտեվ երբ սովորաբար հատկապես երբ ես խոսում եմ բանակի ուժեղության մասին, փորձում են մեղադրել, որ այ մտքին ուրիշ է, չէ՞։ Հիմա շատ բարձ հարց։ Լավ, Եվրոպայի կենտրոնում շվեյցարացիք ինչի են բանակ պահում, ընդհանրապես կամ ավստրիացիք, նեյտրալ կարգավիճակ ունեցող երկրները։ Ամեն երկրում են մոտ 140,000 ռեզերվիստներ, որոնք զենքն ունի Շվեյցարիան տունն է պահում։ Եվ բարբերաբար գնում են զորավարժությունների, սովորացնում են իրենց։ Ինչի համար են անում։ Մարտունակ բանակ առաջի համար հենց նրա համար է, որ պատերազմ չլինի։ Եվ պետք է դրանով լուրջ զբաղվել։ Ես չեմ տեսնում, որ այսօր Հայաստանը դրանով զբաղվում է։ Եվ մարտունակ բանակը նաև նրա համար է, որ դու ունենաս աշխարհակական գործընկերներ։ Եթե դու չունես մարտունակ բանակ, դու գործընկեր չես ունենալու, դու ունենալու ես աշխարհակական շեֆեր։ Տարբերությունը էական է։ Դու դառնալու ես, եթե դու բանակ ունես, դու կիսում ես ինչ որ հարցեր քո գործընկերոջ հետ։ Իսկ եթե դու չունես, թույլ ես, ուրեմն դու այդ շեֆ ունենալով դու դառնում ես անվտանգության սպառող։ Իսկ անվտանգության սպառող լինելը նշանակում է դրա համար գին ես տալիս։ Նայեք Ուկրաինան ինչ գին է տալիս այսօր։ Հենց այն պատճառով, որ ինքը կռվում է, բայց ամբողջ, այսպես ասենք, այս պատերազմի հետևում արևմուտքի ռեսուրսներն են։ Եվ այսօր Ուկրաինայի ընտերքը արդեն զալոգ, որ ժողովուրդ հասկանա ինչ բառը, զալոգ է դրած այդ պատերազմը ֆինանսավորելու դիմաց։
Հիմա մենք ուզում ենք ունենալ աշխարհակահաղական շեֆ, թե աշխարհակահաղական գործընկեր։